Ձեռք բերեք իտալական նրբագեղ ու բարձրակարգ սալիկների նշված տեսականին, վճարելով բացառիկ 4400 դրամ 1 քառակուսի մետրի համար։ Երեկ առավոտյան հայտնի դարձավ, որ իրավապահները գործողություններ են իրականացնում Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ arczepiskopos Գալստանյանի եւ նրա որոշ կողմնակիցների տներում։ Ավելի ուշ քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց, որտեղ նշվում էր, որ Սրբազան պայքարի մասնակիցները եւ ղեկավարները պլանավորել են Հայաստանում ահաբեկչական գործողություններ։ Հաղորդագրության մեջ նշվում է Վազգեն Բագրատ Գալստանյանն իր կողմից նախաձեռնված եւ ղեկավարվող Սրբազան պայքար անվանումով շարժումն իրականացնելու մի քանի ամիսների ընթացքում չկարողանալով Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ թույլատրված եղանակներով իրագործել իր կողմից շարժման առջև դրված իշխանությունը ստանձնելու նպատակը 24 թվականի նոյեմբեր ամսից սկսած նպատակադրվել է այն իրագործել Հայաստանի սահմանադրությամբ չթույլատրված եղանակով։ Այդ նպատակի իրականացման համար շարժման մի շարք մասնակիցների հետ նախնական համաձայնությամբ խմբի կազմում ձեռք է բերել ահաբեկչություն կատարելու եւ իշխանությունը զավթելու համար անհրաժեշտ միջոցներ ու գործիքներ, ինչպես նաեւ դիտավորությամբ ստեղծել է այլ պայմաններ այդ կերպ կատարելով իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն։ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունն անդրադարձել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցության որոշ պատգամավորներ։ Իրավապահները կանխեցին Հայաստանի Հանրապետությունը ապակայունացնելու եւ իշխանությունը բռնազավթելու քրյա օլիգարխակղերական խոշոր եւ եղկելի պլանը գրել է վարչապետը։ Այնուհետև քննչական կոմիտեն նաև իր կողմից հրապարակված հաղորդագրությունը հաստատող ձայնագրություն հրապարակեց։ Այնտեղ լսվում է «Էս խորը անասուն ազգը էթում ենք ոչնչանալու, 2 հոգու պատի գյուլում ես, 15 հոգու բանտ ես դնում, սաղ բնաջնջվում են եւ մի շարք այլ սկանդալային արտահայտություններ»։ Վարել էլի մարդկանց մեջ ճրակը վարել, որ իրանք էլ հասկանան, չէ, մենք էլ ենք մասնակից պրոցեսի։ Այո։ Պետք է մեզ կարվի անասուն ազգը, անասուն խորը անասուն ազգը, ամեն ինչում ուզում է լինի սեփականատեր եւ հիմնադիր։ Դա համար պետք է ասել ախպեր պրոցեսի համահիմնադիրը դու ես, այլ քո ձայնը լսվել է։ Արտուրի ասած դա տեխնոլոգիա է, դա պետք է կիրառվի։ Պետք ոչնչանալ։ Կանոնել է, մեր գործողություններում խփում են ջահ, մտնում են։ Տալսում ես մեկը ավտոկվարի, մեկը խանութ բջարդի։ Հիմա իրանք պետք է կոնտրոլ անեն, չէ՞ կարող 15 ժամ թողեն, որ ավտոները վառվեն, փողոցները փակեն, տղերուկը լարերը քաշեն թափեն գետին։ Չէ՞ կարող կոնտրոլից դուրս է նշանակում։ Ուտի ներցնի, որ ոստիկանները ծրված ընդեն, մենք կարող մտնենք առավոտերում եք էլի մնալու հավուտա պրտանն դուրս է։ Սենց է։ Պաստեր սկսվի, ոստիկանները ծրվեն ընդե, ծրվածան ազգային ժողովի դեմ լինի, ենթադրենք ես ինքը մնացած է, ենթադրենք պարվազան ժողով հավատվի, այդ շորտ են մտենք։ Թո մի 5 հատ տան, մի հատ 5 հատ տան։ Վաղը մեր ավտոներից փորձ ենք տենանք, որ գրով է կարողացել աշխատում թե չէ։ Եթե կարող կարճակ, եթե մեծացնեն, այդտեղ եկին կանչեն փոխտանք ասեն մեծացրեն, վաղը հարկոտին չի ծակում է, ճղում է։ Արմանն ասում է տղեր կան, ուշքի կտան, այս ժամին այս քանոտի շատ։ Հիմա ճայրներից կարանք ասենք ես արարատ է խնգից ասող են, ամենքին հարով է պավիսում տոտակ, տանով ասող, ասել ձեր գողը մի բանը, ճայր գոտեն, տվեք էլ յուղ ավտոբուսների պապագիների 10 այս այս 10 այս թե փախ։ Իրանց միջից ասել, որ ովքեր կան, որ տճորդեն, այսօր շտապետվել ենք։ Չի եղել, զավից համեկենան հետևի շաղակապի հետևից, ինքը կնեմ հավեր, ես հետևի տակ։ Արսենեք մոսկի
Ասպրիկները կամ հետևի նստարանից կտի մեկը թևը հանած դուրս պրոսն ձևից թապի կամ նրանց թեպուրի դրանք սպիտակ բավը նագրելով կպցնումերից են տակի համարներ հետո համարին հոսպիցար բարձրը չվախեցով ծավաճեն արկազախնդի խաղը ուդի դուզգա են մնացակը վախկոտները Neşeli, hedefimiz tutsak. Hedefimiz düşen galu, vakitler eşe düşen galu gidecek. Diego Nikol Paşinyan'a yararlandı. Ayrıca Դրանից հետո Նիկոլ Փաշինյանը իր էջում անդրադարձել է այդ ձայնագրություններին ու հրապարակել դրանք։ Ավելի ուշ երեկոյան ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հանրային հեռուստաընկերության եթերում այս հեղաշրջման փորձը համեմատեց հոկտեմբերի 27-ի հետ։ Լսումներին զուգահեռ այդ գործողությունները պետք է իրականացնել, մենք էլ օրենքով, երբ ընդդիմադիր խմբակցությունները բավարար չափով ստորագրություններ են ներկայացնում, մենք հնարավորություն չունենք չանցկացնել այդ լսումները ու բազմաթիվ այս լսումներ տեղի են ունեցել։ Հիմա հետաքրքիր է թե որ պատգամավորներն էին ստորագրելու այդ լսումները կազմակերպելու համար եւ փաստացի եթե վերջնական ապացուցվի այն մեղադրանքը, որ այսօր որ ներկայացվել է, փաստացի հանցակից էին հանդիսանալու եւ այդ դուք հեղաշրջում բառը օգտագործեցիք, ես կարող եմ ասել, որ դա տերորիստական ակտի նախապատրաստում էր եւ որևիցե ձևով մենք չենք կարող տարբերություն դնել հոկտեմբերի 27-ի հետ։ Սա մի նոր հոկտեմբերի 27-ից փրկվելու մի դեպք էր։ Մի ժամանակ ազգային ժողովի նախագահը նաև վստահություն հայտնեց, որ սա վերջին դեպքը չի։ Էլի են այսպիսի փորձեր լինելու, էլի մարդիկ կան, որոնք փորձելու են Հայաստանի Հանրապետությունը մտցնել քաոսի մեջ, բայց Հայաստանի Հանրապետության ժողովուրդը դա թույլ չի տալու։ Երեք տեղի ունեցան նաև սրբազան շարժման հետ կապված մի շարք անձանց ձերբակալություններ, նույնպես ընդհանուր առմամբ ձերբակալված 16 անձանցից 10-ի նկատմամբ ընտրվել է խափանման միջոց կալանքը։ Երեք ուշ գիշերը հայտնի դարձավ, որ 2 ամսով կալանավորվել է սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ Գալստանյանը, ավելի վաղ նախաքննական մարմնի միջնորդությունը բավարարվել է նաև Հայ հեղափոխական դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Իգոր Սարգսյանի, Լեռնային Ղարաբաղի ազգային ժողովի նախկին պատգամավոր Դավիթ Գալստյանի, Բագրատ Գալստանյանի օգնական Մովսես Շարբաթյանի, Պահեստազորի գնդապետ Միհրան Մաղսուդյանի եւ եւս 6 անձի մասով ու խափանման միջոց էր ընտրվել երկամսյա կալանքը։ Իսկ հա Հայաստանի ինդիմությունը պնդում է, որ սա սարքված գործ է, այս ձերբակալությունները ռեպրեսիվ քայլեր են, որոնց նպատակը ընդդիմությանը լռեցնելն է։ Օրինակ, ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրառում է արել, որտեղ նշել է, թե ադրբեջանցիների համար հայաստանյան անցնող օրերի լրահոսը լրիվ տոնական է, ռևանշիստներին իրար հետևից կալանավորում են Սամվել Կարապետյանից մինչև Արցախի խորհրդարանի պատգամավոր Դավիթ Գալստյան։ Ադրբեջանցիները լավագույնս գիտակցում են, թե ինչ է կատարվում Հայաստանում, որովհետև վերոնշյալ թեմայի հետ կապված Հայաստանի կառավարչի հետ ունեն ներդաշնակ շահեր ու սպասումներ, գրել է նա։ Եվ այս պահին առաջինի տաղավարում զրուցելու եմ քաղաքագետ Հարություն Մկրտչյանի հետ։ Պարոն Մկրտչյան, բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Եվ այսպես ինչպես եք գնահատում Հայաստանում տեղի ունեցող խանցուդարձը, այսպես թեժ իրադարձությունների պակաս չկա, դատարանը 2 ամսով կալանավորեց Բագրատ Գալստանյանին եւ նրա մի քանի համախոհների։ Վստահաբար դուք հետևել եք այս օրերի ուրեմն հրապարակումներին, դրան հաջորդած գործողություններին, քննչական կոմիտեի հայտարարությանը, ինչ տպավորություն եք դուք ստացել։ Իշխանությունը ասում է սա նոր հոկտեմբերի 27-ի փորձեր, ընդդիմությունն ասում է սա ռեպրեսիաների մեթոդ է, ադրբեջանցիներին բավական լավ տոնական տրամադրություն ապահովեցիք եւ այլն։ Ձեր գնահատականը։ Շնորհակալ եմ հրավերի համար, գիտեք, 3 տարածված լուրից հետո ես աշխատում եմ հնարավորինս քիչ ձեր գործընկերների հետ շփվել, լրագրողների, որովհետև դժվար է էմոցիաները զսպել եւ ուղղակի հայոյախառն բառապաշարով էս բաշի բոզուկներին ու դուրսպրծուկներին չանդրադառնալ։ Ուղղակի դժվար է։ Հայ մարդու արյուն հեղող, հայ մարդուն պատերի տակ գյուլող, հայ մարդուն էշ իրենց կողմնակիցներին էշ անվանող, ինչ-որ անասուն անվանող խմբակին ոնց կարելի է անդրադառնալ։ Սա պետականության, Հայաստանի Հանրապետության
անկախության, ինքնիշխանության, պետական ինստիտուտները պարալիզացնելու դեմ գործողությունը ահաբեկչական, տերորիստական ակտ է, որը օրհնել է վեհարանը զավթած քաղաքացի Կտրիչ Ներսիսյանը։ Նա Բագրատ Գալստանյան չի, նա առավել եւս արքեպիսկոպոս չի, ես որպես հավատացյալ մարդ, հայ առաքելական եկեղեցու հետևորդ, լիահույս եմ, որ չի կարող հայ առաքելական եկեղեցում արքեպիսկոպոսի տիտղոսը կրել տերորիստական նկրտումներ ունեցող անձնավորությունը, ու այս հարցը պետք է շուտապույտ լուծում ստանա, թե Կտրիչ Ներսիսյանի մասով, թե այս տերորիստական նկրտումներ ունեցող դուրս պրծուկի մասով։ Տեսեք, իշխանությունն էլ շարունակ պնդում է ու գիտեք այդ առճակատումը կա, եկեղեցականներ, իշխանություն, վարչապետ, հիմա ասում եք այնտեղ էլ այդ խնդիրը պիտի լուծում ստանա, ինչպես եք պատկերացնում այդ խնդրի լուծումը, պարոն Մկրտչյան, այս փուլում համեցեք։ Բոլոր հնարավոր ու անհնար մեթոդներով, ամենաբիրտ մեթոդներով, ամենառադիկալ մեթոդներով, ընդհուպ։ Եղել է հայտարարություն, որ Կտրիչ Ներսիսյանը կուսակրոնության ուխտը խախտել է, ունի զավակ եւ այդպիսով իրավունք չունի բարձր դասի հոգեվորական անգամ կոչվելու։ Մնացած հոգեվորականների մասով, էլի բարձր դասի հոգեվորականների մասով եղել է եւ կա օդում կախված հայտարարություններ, հիմքում դրված փաստական տվյալներ, ես ձեզ դա հավաստիացնում եմ։ Չկա միջև այս պահը հերկու։ Եղել է հորդոր, խելոք, սուսուփուս, ականջներդ կախ, դուրս եկեք վեղարի տակից ու գնացեք, այլապես կգնաք խայտառակված։ Առայժմ կա հնարավորություն առանց խայտառակվելու գնալու։ Չեն անի դա, կստանան խայտառակություն իրենց գնալուն զուգընթաց։ Ես բոլոր հնարավոր մեթոդները ընդունում եմ, ինձ համար ընդունելի է, որովհետև Մայրաթորը եւ Վեհարանը զավթված է, իդեպ միջև 3 զավթված էր կուսակրոնության ուխտը խախտած եւ հոգեվորական կանոնագիրքը ոտքի տակ տված Կտրիչ Ներսիսյանի կողմից, երեկվա բարձրագույն հոգեվոր խորհրդի այդ հայտարարությունից հետո, այո, Կտրիչ Ներսիսյանը ահաբեկչության քավորա, հովանավորա, ահաբեկչություն օրհնողա ու առավել եւս ժամ առաջ պետքա դուրս գնա։ Եթե միջև դա ես կողմ էին նրան դուրս հրավիրելու տարբերակին, երեկվանից հետո ես կողմ եմ նրան այնտեղից դուրս շպրտելու տարբերակին։ Պարոն Մկրտչյան, լավ, կողմը կողմ եք, բայց այդ գործողությունների տրամաբանությունը ինչպես եք պատկերացնում։ Դրանք պիտի լինեն հակասահմանադրական եղանակով, կողմ եք դուրս շպրտելու։ Ինչ տարբերակներ կան։ Մենք գնում ենք հակասահմանադրական եղանակներով։ Եկեք այդ գիծը տարանջատումը անցկացնենք։ Ինչ է նշանակում սահմանադրական, հակասահմանադրական, ոչ սահմանադրական, այդ ինչ խոսակցությունն է, երբ որ Վազգեն Գալստանյանը իր խունտա, իր բաշիբոզուկների հետ, դուրս պրծուկների հետ Հայաստանի Հանրապետությունում տերորիստական ակտ է նախապատրաստում, դա օրհնում է Կտրիչ Ներսիսյան, փոխանակ այս ամեն ինչից հետո քննչական կոմիտեի ազգային անվտանգության ծառայության կողմից տարածված անհերքելի փաստերի հրապարակումից հետո Մայրաթորը գնար փիլոնազրկելու ճանապարհով, երեկվա հայտարարությունը իզուր չմեջբերեց, այդ մարդիկ թևերը փռում են իրանց սառեցված տերտերի վրա։ Ու ըստ երևույթին նաև Հայաստանի Հանրապետությունում տերորիստական ակտ են հովանավորում։ Դրանից հետո դուք դեռ խոսում եք կամ որևէ մեկը պետք է խոսի սահմանադրական եւ ոչ սահմանադրականի մասին։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին պատերի տակ ջուլող տերտերը ո՞րն է։ Տեսեք ազգային Այսինքն եկեղեցականները անցել են բոլոր սահմանները, հուդայի կարգավիճակով ներկայացել են հանրությանը, մերօրյա հուդաներ են, սև շորի տակ պահկված սատանաներ, ու մենք պետք է հələ դեռ քննարկենք սահմանադրականը նրանց այնտեղից դուրս շպրտելու հարցը, թե սահմանադրական չի։ Ներողություն, Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանի Հանրապետության անկախությունը, ինքնիշխանությունը, սուվերենությունը բարձրագույն եւ անքննելի է ինձ համար դա անքննելի է, այս պետականության տակ դրված ռումբերը, այս օտարերկրյա ուժային կենտրոնների հատուկ ծառայությունների կողմից կառավարվող մարիոնետկաները, հավաստիացնում եմ ձեզ, ավելի վեր չեն կարող դասվել
Հայաստանի Հանրապետության անկախությունից, սուվերենությունից ինքնիշխանությունից։ Ըստ այդ ռումբերը չեն չեզոքացվել ձեր ձևակերպման, որովհետև 3-16 հոգի չեզոքացվել։ Ազգային նախագահն ասաց սա առաջի դեպքը չէ, կշարունակվի, որովհետև Կիրենկոյի կեղտոտ ձեռքերը Հայաստանի Հանրապետությունում փորձում են հանրային համերաշխություն խաթարել։ Սրա մասին մենք խոսել ենք, հենց ձեր տաղավարում բազմիցս խոսել ենք։ Մինչև դուք այստեղ կոնկրետ ռուսական հետք եք տեսնում, պարոն Մկրտչյան, Ռուսաստանի կողմից իրականացվող Մերորյա Բեն Լադեն Վազգեն Գալստանյանը թող բացատրի այդ ինչ աշխարհաքաղաքական կենտրոնների հետ էր ինքը շփվում։ Իհարկե ռուսական հետք եմ տեսնում։ Հետո ինչ որ Պեսկովը սրանց տերերը սրանց վրա են խաչքաշը, հետո ինչ։ Դա դեռ չի արդարացնում, դա դեռ չի ռուսական հետքի իրանց ռուսական պիտնոն իրանց վրից դեռ չի մաքրում։ Կարծում եք առաջիկայում նույնպես տեսնելու ենք այսպիսի նորանոր բացահայտումներ, հատկապես որ 26 թվականը հեռու չէ, նոր ընտրություններ են լինելու 26-ի հունիսին։ Գործողություններ ընդհուպ այս ուժերը ցավոք սրտի Նժդեհն ասել է հայ տականքը անգերազանցելի է, իսկ այդպիսի տականքները ես ձեզ վստահեցնում եմ մեր երկրում յան ազգանուն կրող շարունակում են ապրել ու այս օդը մեր հետ կիսել։ Ու վստահաբար կգտնվեն վաճառվողներ, մեկը ասում էր $150, $200, մի փոքր գուցե գինը բարձրանա, բայց վաճառվողներ վստահաբար կգտնվեն, անկախությունն ու պետականությունը վաճառքի հանողներ կգտնվեն ու մինչև 2026 թվականի ընտրություններ գուցե այսպիսի դեպքերը կկրկնվեն։ Վստահաբար այսպիսի դեպքեր կկրկնվեն, որովհետև այլ ելք ուղղակի չկա, ռուսական գաղութատիրական քաղաքականությունը սպասարկողները հանրության շրջանում այլ գործիքակազմի կիրառմամբ ուղղակի վստահություն չեն կարողանում հավաքել։ Այդ թող սահմանադրական ճանապարհով Վազգեն Գալստանյանը փորձում էր, չէ՞, մարդկանց հավաքել։ Մի անգամ դա իր մոտ ստացվեց, բազմահազարանոց հանրահավաք իրականացնել, երբ որ Կիրանցից քայլեց, Եվ 5 րոպե ժամանակ տվեց խոսած, անիծեց, պարավ ջադվի նման, եկավ հասավ հանրապետության հրապարակում հոց բազմությանը տեսնելով էքստազի մեջ ընկավ, տվեց 5 րոպե, ավելացրեց 15 րոպե, գնաց հանգրվանեց թիվ 1 աթեիստի հյուրանոցում, ֆոյեում, քննարկեց ու չգիտեմ Impeachment-ի գործընթաց նախաձեռնեց, տապալվեց, հունիս ամսին գնաց ոստիկաններին հորդորեց ծաղավարտները հանել ու բետոնե քարերով ոստիկանների գլխին հարվածեց։ Այս խունտան, այս հակապետական ահաբեկիչների, տերորիստների ոհմակը պետքա մեկուսացվի, շատ երկար տարիներով։ Թող գնան այդ համապատասխան ծակում, ճաղերի ծենկում, երկար մտածեն ու փորձեն հասկանալ թե որտեղ է իրանց սխալը եղել։ Պարոն Մկրտչյան, կարծում եք երկամսյա կալանքից հետո ժամկետը կերկարաձգվի, մենք ունեցել ենք, գիտեք, տարբեր այսպես հայտարարություններ ընդհանուր մինչև հեղաշրջման պլանների, փորձերի մասին, բայց բոլորը, պարոն Մկրտչյան, բայց գիտենք, ասենք զարգացումներ ցույց են տվել, որ այդ գործերը տրամաբանական շարունակություն չեն ունենում։ Այդպիսի ճանապարհով գնալ երկամսյա կալանք, դա միայն ծաղիկներն է։ Այս մարդիկ պետքա տասնամյակներով բերթերում փդեն։ Եթե սա տեղի չունենա, այն մի հատ բան կա, թե թոշագարու դաշնակ կար, չէ՞, որ հենց ասում էր հոկտեմբերի 27-ը էմոցիոնալ պորտկում է։ Այո, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները վստահաբար այդ տերորիստ Վազգեն Գալստանյանի գլխին էմոցիոնալ պորտկում կանեն։ Ու դրա ողջ պատասխանատվությունը կընկնի իրավապահ համակարգի եւ դատական համակարգի վրա։ Նմանատիպ հակապետական տարերը երկար տարիներ պետքա բերթերում փդեն։ Պարոն Մկրտչյան, եկեղեցի իշխանություն արճակատում է ինչպես։ Չկա եկեղեցի իշխանություն արճակատում, կա որոշ պղծված հոգեվորականների եւ հայ առաքելական եկեղեցու հետևորդների միջև արճակատում։ Եկեղեցի եւ պետություն արճակատում չկա, խնդրում եմ ձեր ձևակերպումներում դուք էլ ուշադիր լինեք, որովհետեւ չկա եկեղեցի եւ պետություն արճակատում։ Կա եկեղեցու որոշ պղծված հոգեվորականների եւ հոգեվորականները ասում են հոգեվորականները այդ պղծված հոգեվորականները գլուխը պատին են տալիս, շատ բան կարող են իրենք ասել։ Շատ բան կարող են իրենք ասել, հետո ինչ որ ասում են։ Ես էլ պարտավոր եմ նստել ու այդ տերորիստներին օրհնողների ասածները մեկնաբանել։ Գլուխները պատին են տալիս, ասում են։ Չպետք է ասեն, իրանց տերորիստին պետքա փիլոնազրկեին առնվազն։
Այն մի terroristական նկարտումներ ունեցողին էլ եւս պիտի փիլոնազրկեին, Շիրակից որ մեծ փրթում է։ Այդ ռազմական հեղաշրջման կոչերն անում։ Գիտեք, ամենամեծ խնդիրը այնտեղ է, ամենամեծ խնդիրը եւ առաջին նախագահը իր աջակցություններ հայտնել որ նախագահ վախկոտ Տեր-Պետրոսյանը, որ մարտի 1-ին սեփական հայրենակիցներին մենակ թողեց, 97-8 թվականներին էլի Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին մենակ թողեց իր վախերին պարտվելով, այդ Տեր-Պետրոսյանի մասին է խոսքը, այն որ 2008-ին Քոչարյանին ու Սերժին թշնամի էր հռչակել, բայց տեսանք, որ 2020 թվականի պատերազմից հետո ոնց որ լավ էլ քիրվայություն անում հետներ այդ Տեր-Պետրոսյանի մասին է խոսքը։ Ես գիտեի, ես լսել էի, որ տարիքն իրենն ասում է մարդկանց մոտ, ու հուսով եմ Տեր-Պետրոսյանի մոտ այդ ծերուկը գնալով անտանելի է դառնում իրավիճակն է, հա, տարիքն իրենն ասում է, աջակցություն հայտնում, Ջանդան չի հայտնում, ելով է հայտնում։ Մայրաթորը դատապարտում է հայտարարում է, որ հետամուտ է լինելու գործի արդարացի ընթացքին։ Թող հետամուտ լինի։ Իդեպ եկեք ֆիքսենք, որ ըստ մամուլում արդեն իսկ շրջանառվող լուրերի եւ դատական նիստից ստացված արտահոսքի, այդ terroristական նկարտումներ ունեցող Վազգեն Գալստանյանը նաեւ չի հերքել, որ դա իր կողմից արված հայտարարություն է եւ դա երեք բաներ, չէ, դաշնակները, կոկորտները պատռում էին, մի քանի բաժագարախ խմած, որ բանա, դա արհեստական բանականության արդյունք է, արհեստական բանականության միջոցով այդ ձայնագրությունները վերհանվել։ Վազգեն Գալստանյանն առնվազն չի հերքել, որ դա ասել է, դա իր կողմից արված հայտարարություն է, այսօր ինչ են ասելու։ Մայրաթորը թող բարի լինի, Մայրաթորի են առողջ հոգևորականները ժամանակն է, որ գլուխ բարձրացնեն ու այդ փիլոնի տակ թաքնված աշխարհիկների վրա հույսը դրած իրավիճակից դուրս գան։ Կամ դուրս կգան, կամ աշխարհիկները կխառնվեն իրանց գործերին ու խնդիրները կլուծեն իրանց ձևերով։ Այդ իրանց ձևերով։ Լավ, իսկ եթե համախմբում լինի Սամվել Կարապետյանից մինչև եկեղեցականներ եւ այլն ունեն համախմբման եւ հա նկատի ունեմ հասարակությանը փողոց դուրս բերելու հանրահավաքներ անելու թե հասարակությունը ի վերջո հասկանում է ինչ է կատարվում եւ չի դիտարկում տեղի ունեցողը ռեպրեսիաների շարքից։ Հայաստանի Հանրապետության քաղաքացին շատ լավ է հասկանում իր շուրջ ինչա տեղի ունենում։ Այն տերտերը որ կայնում ու ասում է երկու հոգու պատի տակ կգյուլենք, ընտանիքի անդամներին փողը կտանք կառնենք։ Հասարակությանը այդ հասարակությունը դա շատ լավ է հասկանում։ Իրանց շրջապատին են էշ անվանում։ Իդեպ այդ աջակցողների շարքում ա եղել նաև այն մերժվածը, որ էլի ասում էր էշի ճակատն եք պատճե։ Հիմա ով է մեզնից էշը կարանք հասկանանք Հանրապետության թիվ 1 մերժված։ Ով այդ էշը էլի մի հատ հասկանանք, կամ այդ ինչ վերաբերմունք է հանրությանը պիտակավորել, անասուն, էշ, չգիտեմ ինչ։ Իրանց կողմնակիցները գոնե ամոթ աբուր ունեն։ Այդ Բագրատի կողով քայլողները, խափնված երիտասարդները, դրանց ծնողները, արժանապատվություն, ամոթ, թասիբ, նամուս ունեն թե չունեն։ Երեք էլ կանգնել են, պաշտպանում են, առհասարակ ոստիկանությունը պետք է իդենտիֆիկացնի բոլոր նրանց, ովքեր որ այս տերորիստական ակտը ներկայացնում են քաղաքական ռեպրեսիաների քողի տակ ու պաշտպանում են։ Դե ասում են սրանք տերորիստական ակտի դեմքերը իշխանությունը ինքն է պատրաստել դա վստահաբար լսել եք նաև Հայկ Մամիջանյանն էր ասում, Վահագն Ալեքսանյանի կողմից իշխանությունը կանեփի քոլ ա տվել, իշխանությունն ինչ ա արել։ Այդ իրանց տաներից չեն հանել այդ զենք զինամթերքը, այդ իրանք չէին խոսում, ոնց պետքա մարդկանցով լցված ուղևորափոխադրող ավտոբուսները վառեն, մարդկանց մեջ ըստ երևույթին ողջ այրեն, այդ իրանք չէին պլանավորում։ Էս ինչ խոսակցություն է, էլի, այդ բանը թույլ տվեք եթերային բառապաշար ու եթերային բանը չխախտեմ էլի։ Պարոն Մկրտչյան, ի վերջո դուք կարծում եք, եթե վեհապար ինքնակամ հրաժարական չտա։ Վեհապար չի, Կտրիչ Ներսիսյանը։ Կտրիչ Ներսիսյանը ձեր գնահատմամբ, հա, կաթողիկոս հրաժարական չտա, պիտի գնալ, հասնել Էջմիածին, զորով դուրս բերել, սրանք հակապետական, հակասահմանադրական գործողություններ չեն։ Ամբողջությամբ սահմանադրական է եւ օրինական է, կարծում եմ, որ իրավապահ համակարգը թույլ չտա, որ հանրության
ձեռքերը մխտրվեն, ժողովրդական լեզվով ասած, ու իրենք սկսեն աշխատել։ Ինչու՞։ Այս տերորիստներին, որ բռնել են, ենթադրյալ տերորիստներին, լավ ասենք, թող չհուզվեն իրանք ու իրանց ընտանիքի անդամները։ Ով էր օրհնել սրանց շարժումը։ Ով է երեք Գերագույն հոգևոր խորհրդի կողմից հայտարարություն տարածել, Մայրաթորի անունից հայտարարություն տարածել ու թևերը փռել էս տերորիստ տերտերի վրա։ Կտրիչ Ներսիսյանը, կարծում եմ իրավապահները իրենք պետք է հետամուտ լինեն ու Կտրիչ Ներսիսյանին վեհարանից դուրս շպրտեն։ Ուր կտանեն, որ ծակը կկոխեն, ինչ կանեն, դա էլ քննությունը կպարզի։ Այսինքն կարծում եք նույնիսկ նրան էլ ազատազրկում պիտի ինչու ոչ, ներողություն է, ողջ խոսակցությունը ինչ բացվել է, ոմանց թվում է, որ իրանց պետքա վեղարն ու վզից կախած խաչը փրկի, ոմանց թվացել է, որ պետքա Հայաստանի Հանրապետության քաղաքացին, հավատավոր հայ ժողովուրդը կուլ գնա վեղարին ու խաչին, անգամ եթե այդ վեղարի ու խաչի տակ պահկված է միջին վիճակագրական տերորիստ, ոմանց այդպես է թվացել։ Ոմանց թվում է, որ իրանք աշխարհաքաղաքական կենտրոնների կողմից կարան մարիոնետկի պես կառավարվեն, Հայաստանի Հանրապետության ներսում էլ հանրային համերաշխություն խաթարեն ու մենք պիտի չխոսենք, կամ իրավապահների ձեռքերը նրանց պիտի չհասնի։ Ո՞վ է գծել այդ տաբուները, էլի։ Մի հատ կարակ բերեք ու ցույց տաք, այդ տաբու գծողն ով է առհասարակ։ Հանրությունը։ Դուրս եկեք հանրությանը հարցրեք։ Ես էս մի քանի օր առաջ առաջարկ եմ արել։ Կտրիչ Ներսիսյանը, եթե այդքան վստահ է ու ինքն էլ իրան նույնականացնում է հայ առաքելական եկեղեցու հետ, ամենայն հայոց կաթողիկոսը նույնական կարող է լինել հայ առաքելական եկեղեցու հետ, բայց վեհարանը զավթած Կտրիչ Ներսիսյանը չի կարող լինել։ Դեմքը փրկելու համար, ապացուցելու համար հակառակը, թող դիմի կառավարությանը, վստահաբար Հայաստանի Հանրապետությունը եւ կառավարությունը կֆինանսավորի այդ համաժողովրդական քվեարկությունը։ Տեսնենք Հայաստանի Հանրապետությունում ապրող, Սփյուռքում ապրող նաև ինչու ոչ այդ մեխանիզմներն էլ գտնվեն։ Քաղաքացիները ճանաչում են նրան որպես կաթողիկոս։ Բա անցկացրեք, ինչի չեք անցկացնում։ Բա խոսացեք, ինչի չեք խոսում։ Խոսում եք ձեր պոռնկա բարո կյանքից, գլուխները տավազի մեջ եք կողում, ասում եք դա անձնական կյանք է։ Ներողություն է, կուսակրոնության ուխտ կնքածի անձնական կյանքը ո՞րն է, կարանք իմանանք։ Իր անձնական կյանքը պետքա պարփակվի ու սահմանափակվի եկեղեցով ու հոտի հետ շփմամբ։ Այդ անձնական կյանքը ո՞րն է։ Ձեր անձնական կյանքից դրվագներ, որ հանեն մազերները բիզբիզ կային այս ժողովրդի։ Առավոտից իրիկուն սիրուհիները, իրանց սիրուհիները հանգիստ չեն տալիս մեզ։ Իրանց կյանքի են վառ դրվագները մեր առաջ փռելով, զզվելի է։ Այսինքն ձեզ բայց գիտեք ավելի զզվելին որն է, այո։ Գիտեք ավելի զզվելին որն է։ Ամենազզվելին նա է, որ այդ կյանքով ապրող հոգևորականը վաղը մյուս օրը պիտի կնքի ձեր երեխային, մկրտի ձեր երեխային, մեր մյուս հայրենակիցների երեխաներին, հուղարկավորության ծես իրականացնի։ Մուխը ձեզ, փողը մեզ սկզբունքով։ Բիզնեսմեն եք, գողական եք, տերտեր եք, քաղաքական գործիչ եք, ձեզնից առհասարակ ով է գլուխ հանում, ով են այս մարդիկ, այս շրջանակը։ Իսկ հայ առաքելական եկեղեցում կան հոգևորականներ, էտալոնային հոգևորականներ կան, որոնք պետք է առաջ գան։ Ես ամենայն անկեղծությամբ եմ ասում, խղճում եմ այդ հոգևորականներին, որ իզոլացվել են Կտրիչ Ներսիսյանի կողմից։ Իսկ հոգևորականներն իրենք են ասում, որ իրենք իզոլացված են։ Իրանք պետք է առաջին պլան գան եւ փորձեն այս խնդիրները լուծել եկեղեցու ներսում, կամ իրենք կանեն դա, կամ աշխարհիկները, ինչպես հոգևորականներն են թևերը քշտած մտել քաղաքականություն, աշխարհիկները թևերը քշտեն ու կմտնեն հայ առաքելական եկեղեցին մաքրելու։ Պարոն Մկրտչյան, միևնույն է ձեր ասածը հակասահմանադրական գործողություն է ենթադրում, եթե աշխարհիկներին այսպես ուղղորդում եք Մայրաթոր։ Այդ փիլոնով որ մտնում են քաղաքականություն, դա սահմանադրական է։ Դա հակասահմանադրական չի։ Այնտեղ սահմանադրական է, փիլոնով է, խաչով է, թրաշ ունի, թզբեխա քաշում, քաղաքականություն է մտնում, մեծ փրթում է, տերորիստություն է զբաղվում կամ տերորիստական ակտ է նախապատրաստում, դա հակասահմանադրական չի, այն Կտրիչն էլ թևերը փռում է Մայրաթորի անունից այդ տերորիստի վրա, դա հակասահմանադրական չի, հանկարծ երբ որ հավատավոր հայ ժողովուրդն ասում է տերորիստին պաշտպանող Կտրիչ Ներսիսյանը պետքա վեհարանից ռադը քաշի, դա հակասահմանադրական է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ով է դա որոշը, ով է դա ասում, դրա համար եմ ասում այդ հոգևորականները
Էտալոնային հոգևորականները, որոնք որ կան, թող գլուխ բարձրացնեն։ Բայց չեն բարձրացնում, չեք տեսնում հիմա։ Ոչինչ։ Ինչպես իրենց կոլեգաներն են թևերը քշտել մտել քաղաքականություն, ձեռի ետել տերորիստական ակտեր են նախապատրաստում, քավլիցի։ Մենք մեր հայրենակիցները բռնությանը վստահաբար ոչ կողմ են, ոչ էլ բռնության ճանապարհով կգնան, բայց վստահաբար մեխանիզմներ կգտնվեն, որ Կտրիչ Ներսիսյանին վեհարանից ոչ թե դուրս հրավիրեն, այլ տերորիստներին պաշտպանելու համար այլևս դուրս շպրտեն։ Կա տարբերակ։ Պարոն Մկրտչյան, տեսեք, հա, պարոն Մկրտչյան, տեսեք, ինչու էր պետք իրականում այս արճակատումը հիմա, արդյոք 26 թվականի ընտրություններից առաջ, նկատի ունեմ կաթողիկոս վարչապետ այս արճակատումը, վարչապետի հայտարարությունները, այսպես ասած նաև ճանապարհային քարտեզը, թե ինչպես է պատկերացնում։ Այս դեպքը շատ բանի մասին է խոսում, երեք նաև փորձում էին մի քանի բաժագարախ խմած դաշնակները նաև արդարացնել այս ամեն ինչը նրանով, որ սա 2024 թվականին էր պլանավորված։ Այսինքն պետական մարմինները դեռևս 2024 թվականից սկսած ունեցել են, չէ՞, այս տեղեկատվությունը, կամ սրան նման տեղեկատվություն, իրականացվել է հսկողություն։ Ինչ պատկեր ունենք, ես իզուր չի, որ Վազգեն Գալստանյան տերորիստին ենթադրյալ ու Կտրիչին կապում եմ իրար հետ։ Սա դուրս է եկել փողոց, վեղարի թևերը քշտած ու քաղաքականություն ամտել, բռնությունը չբացառելով ու բազմիցս ապացուցել է, որ նաև բռնություն պատրաստ է կիրառել, նա էլ օրհնել է։ Այսինքն եկեղեցին, եկեղեցականները Կտրիչի գլխավորությամբ, նաև, ես բայց այս տերորիստական ակտերին եմ անդրադառնում, որովհետև սա անընդունելի է, սեփական հայրենակիցներին գյուլող տերտերը որն է։ Այս ամեն ինչը պետությունը ունենալով ինչ պիտի աներ, աչքերը փակեր, ձևացներ, որ ոչինչ չի տեսնում, մի օր էլ Վազգեն Գալստանյանը իր տերորիստական խմբավորման հետ դուրս գար ու պատերի տակ երկու հոգու, երկու հայ մարդու, մի հայ մարդու, կես մարդու արյուն թափեր, ավտոբուսներ վառեր մարդկանցով, քաոս ստեղծեր, աշխարհաքաղաքական կենտրոնների ձեռքին մարիոնետկա խաղար, ինչ աներ պետությունը։ Պետությունը գնաց հենց այս ճանապարհով ու շատ ճիշտ արեց, պիտի մաքրվի ամբողջությամբ, բա դուք ձեր կարծիքով պիտի աչքերը փակեին, ոչինչ չնկատեին, կուլ գնային վեղարին ու խաչին, հոգևորականի իրենց բարձր տիտղոսին, զավթված տիտղոսին առանձին դեպքերում, պղծված տիտղոսի, որ իրենք պղծել են, աչքերը փակեր, ոչինչ չնկատեր ու բանը բանից անցներ, նոր հոկտեմբերի 27 տեղի ունենար, հոկտեմբերի 27-ին օծվածի կողմից կամ նրա օրհնությամբ։ Պարոն Մկրտչյան։ Այսինքն մենք հիմա ծուռ այլիների բանում ենք ապրում, թագավորությունում ենք այս ճգնաժամը, ունենք հեղաշրջման ձախողված պլան, կանխված պլան։ Կանխված։ Հիմա ինչպես հաղթահարել ներքաղաքական այս ճգնաժամը, որում ակնհայտորեն հայտնվել ենք վերջին ժամանակներում էլ ավելի մխրճվելով դրանով։ Չկա ներքաղաքական ճգնաժամ, կա շրջանակ, որ տերորիստական ակտ է նախապատրաստել, երեկվանից այլևս կան իրենց քաղաքական ուժ հորջորջացող խմբակներ, որ թևերը փռում են տերորիստական ակտ նախապատրաստողների վրա, ու ըստ այդմ կարծում եմ Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինները եւ ինչու ոչ նաեւ քաղաքական իշխանությունը պետք է ամեն ինչ անի, որ այս ուժերին մեկուսացնի քաղաքական դաշտից։ Գիտեք, տերորիստական գործողության վրա թևեր փռող խմբակը քաղաքական ուժ կոչվելու իրավունք չունի, դա մեղք է նրանց քաղաքական ուժ կոչել։ Առավել եւս, երբ որ այդ թևերը փռում է հոկտեմբերի 27-ին падգամավորների ու նախարարների ու վարչապետի ազգային ժողովի նախագահի ֆիզիկական անվտանգությունը ի պաշտոնե պահել, ի պաշտոնե պահողը, որ ձախողել է, խոսքը հանրապետության թիվ 1 մերժվածի մասին է, սա լրիվ այլ բանի մասին է խոսում, սա նոր հոկտեմբերի 27-ի ղողանջի մասին է խոսում, երբ որ սրա մասին խոսում է մի հատ թոշակառու դաշնակ ու ասում է հոկտեմբերի 27-ը դա
էմոցիոնալ պորտկում էր, նոյեմբերի 9-ը էմոցիոնալ պորտկում էր, սա խոսում է մի բանի մասին, որ գործ ունենք կազմակերպված բանդիտական խմբավորումների հետ, որ Հայաստանի Հանրապետությունում փորձում են ուժի դիրքերից հանդես գալով, ուժային մեթոդների կիրառմամբ, սեփական հայրենակիցներին գյուլելու միջոցով, սեփական հայրենակիցներին անասունի ու էշի տեղ դրած Հայաստանի Հանրապետությունում իշխանության հասնելու խորանն էլ դարձրել են իրենց համար բան, էլի, ինքնահաստատվելու բեմ։ Պարոն Մկրտչյան, ինչ եք կարծում, օրինակ Սփյուռքը կարող է համախմբվել եկեղեցու շուրջ այս դեպքում, երբ օրինակ Սամվել Կարապետյանն էլ տեսնում ենք Սփյուռքի անունից հայտարարություններ է անում։ Եկեղեցու շուրջ համախմբված ենք բոլորս։ Հայ առաքելական եկեղեցու շուրջ համախմբված ենք բոլորս ու որևէ ոտնձգություն հայ առաքելական եկեղեցու նկատմամբ առաջին հերթին կարժանանա խիստ անհամարժեք հակազդեցության հենց մեր կողմից։ Եկեղեցու շուրջ բոլորս ենք համախմբված, էս կեղծ օրակարգա կամ կեղծ խոսույթ է, էլի, Սփյուռքը համախմբվի եկեղեցու շուրջ։ Բոլորս ենք համախմբված եկեղեցու շուրջ, բայց լինելով հավատավոր, լինելով հավատացյալ մարդ, հայ առաքելական եկեղեցու հետևորդ, այդ եկեղեցու խորանը պղծած հոգևորականները պետք է ազատեն խորանն ու դուրս գան այդտեղից։ Խոսույթը, խոսակցությունը հենց սրա մասին է։ Թե չէ Սփյուռքը համախմբվի, թող համախմբվի։ Իսկ ով ասեց, որ չպիտի համախմբվի։ Փառք ու պատիվ մեր Սփյուռքի հայրենակիցներին, որ համախմբվում են հայ առաքելական եկեղեցու եւ ինստիտուտի շուրջ։ Բայց Աստծո տունը ավազակներով լցրած, որջ դարձրած ավազակների էս խմբավորումը պետք է ազատի Աստծո տունը։ Պետք է ազատի Աստծո տունը, պետք է դուրս գա այնտեղից։ Սփյուռքը համախմբվի, ներողություն, իսկ ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող քաղաքական գործընթացներին, Սփյուռքի ներկայացուցիչները այն մարդիկ, ովքեր որ չունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, գլուխները պատին կտան, որ այստեղ քաղաքական պրոցեսներին կխառնվեն։ Այստեղ քաղաքական պրոցեսներին իրավունք ունեն խառնվելու բացառապես այստեղ ապրող, իրենից բխող բոլոր հետևանքներն իրենց վրա կրող, հայոց բանակին որդիներ տվող, տնտեսական եւ այլ դժվարություններն իրենց ուսերին դրած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները։ Գիտեք, թե չէ Ամերիկայի անձնագրով, Ռուսաստանի անձնագրով, հիմնականում Ռուսաստանի անձնագրով, Բելարուսի անձնագրով, միլիարդները ջեբը դրած կամ ծոցաջեբը դրած բոլոր տեսակի այդ ուժերը, որ փորձում են Հայաստանի Հանրապետությունում քաղաքական պրոցեսների մեջ խառնվել, արժանանալու են կոշտ հակազդեցության ու ոնց որ Նիկոլ Փաշինյանն ասում, պետության համը իրանց բերանն է մնալու։ Սփյուռքը գա կմասնակցի, Սփյուռքը էս կանի, Սփյուռքը են կանի։ Հիա, բայց այստեղ ապրող աբարանցին ինչ անի, իջևանցին ինչ անի, արմավիրցին ինչ անի, մեղրեցին ինչ անի։ Մենք ենք այդ զրկանքները մեր ուսերին կրում։ Ոչ մեկ ավելի լավ խաղաղության գինը չգիտի, քան մենք։ Ոչ ոք ավելի լավ պատերազմի համը չի զգացել, քան մենք, այստեղ ապրողներս։ Ու դա է ճիշտը։ Ուզում են քաղաքական պրոցեսներին խառնվեն, վստահաբար գուցե տիրապետում են հայերեն լեզվին, թող գան, ընդունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, հրաժարվեն իրենց նախորդ քաղաքացիությունից կամ գործող քաղաքացիությունից, կլինի Կանադա, այս տերորիստի նման, կլինի Ռուսաստան, հրաժարվեն այդ քաղաքացիությունից, ընդունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, օրենքով սահմանված կարգով այդ ժամկետը իրենք ապրեն Հայաստանի Հանրապետությունում, թևերը քշտեն ու մտնեն քաղաքականություն, բարով գանք։ Շնորհակալ եմ, պարոն Մկրտչյան։ Առաջինի տաղավարում զրուցում էի քաղաքագետ Հարություն Մկրտչյանի հետ։ Այս ժամի համար այսքանն էինք նախատեսել, հետևեք մեր թողարկումներին, կհանդիպենք։